Տիկին Մանուկյան, նախ ասեմ, որ ես իմ սատարումն եմ հայտնում ձեր տեխնացությանը եւ ես վստահ եմ, որ ձեր գիտելիքները եւ փորձառությունը հնարավորություն են տալու, որպեսզի դուք ձեր գործում տաք չափելի եւ լավ արդյունք։ Ես նկատեցի, որ դուք հաճախ եք առասարակ քննադատում պետական գնումները, ես խնդրում եմ այդ դեպքում նաեւ զուգահեռաբար առաջարկներ անել։ Այդ դեպքում ինչ ենք անում, ոնց ենք անում։ Շնորհակալ եմ շատ հարցի համար, Տիկին Միրզոյան, պետական գնումների մասին հավատացնում եմ ձեզ անվերջ առաջարկներ ունեմ ավելի արդյունավետ կազմակերպելու, սկսած գնման առհասարակ կազմակերպան, բանկային երաշխիքներից, առաջարկվող տեխնիկական պահանջներից, մինչև նախագծերի կազմում, ավարտական ակտեր, շինթույլտվություններ, տեղ վերահսկող, չափագրող, այդ շղթայում եղած բյուրոկրատիայի պատճառով գործերը այնքան են երկարում, որի արդյունքում ոչ պետությունն է շահում, ոչ կապալառուն։ Այդ մասով վստահաբար շատ բան կա անելու ու այնքանով որքանով այս հանձնաժողովը դրա հետ առնչություն ունի, ես անձնական հետաքրքրություն ունեմ, որպեսզի այդ մասով ներդրվեն արդյունավետ վերահսկման մեխանիզմներ եւ հատկապես նախատեսված կապիտալ ծախսերի հոդվածները ծախսվեն, այլ ոչ թե խնայողություններ գրանցվեն, որի արդյունքում մենք կունենանք չկառուցված դպրոցներ, որը եւ մենք ունենք 2021 թվականի նախընտրական ծրագրով իշխանությունը նախատեսում էր կառուցել 300 դպրոց 500 մանկապարտեզ, եթե չեմ սխալվում 130-ին մոտ դպրոց են կառուցել, չգիտեմ ինչքանով է դա իրենց գոհացնում այդ արդյունքը, վստահաբար գոհացնող չէ, ու ես դրա պատճառները գիտեմ ինչու է այդպես։ Արձագանք։ Տիկին Մանուկյան, դուք ունեք շատ առաջարկներ, ես էլի հարցեր ունեմ, կարծում եմ մի փոքր ավելի նեղ նիստից հետո կքննարկենք, այս իմաստով նաև ասեմ, որ ձեզ հաջողություն եմ մաղթում եւ հավատում եմ ձեր հաջողությանը հանձնաժողովում, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Արեգա Հովսեփյան։ Տիկին Մանուկյան, նախ ուզում եմ ասել, որ հիմա շատ խոսվեց ձեր